իբրև Շիրակի թեմի առաջնորդ, իբրև այս քաղաքի մարդ, իբրև այս թաղի մարդ։ Ես ոչ միայն այս քաղաքի մարդ եմ, բայց Աստծո կամքով նաև այս թաղի, հրապարակում ծնված, հրապարակում մեծացած, 7 վերքի ղողանջների ներքո մեծացած եւ 7 վերքին հավիտենական հավատարմություն տված մարդ է։ Պատահաբար չեմ նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ։ Այս քաղաքի մարդ եմ եւ հետեւաբար այս քաղաքի ամեն մի փողոցի, ամեն մի թուփի, ամեն մի քարի համար ցավացող մարդ եմ։ Եվ ինչն է մեզ միավորում, մեր հակասական բնավորություններով ինձ եւ պարոն քաղաքապետին, այս քաղաքի նկատմամբ սերը, այս քաղաքի նկատմամբ նվիրվածությունը, այսուհետ էլ շատ ու շատ հարցերում մնալու ենք տարբեր։ Թող չկարծեն որևիցե մեկը, թե հա, բոլոր ամեն տարբերությունները դրեցիք, ոչ ինքը դնող է, ոչ ես։ Լավ բաներ։ Հա։ Հիմա հասնենք լավ բաներին։ Հիմա լավն է, որ մենք տալիս ենք օրինակ, լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կա, կանգնած է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Վարդան Ղուկասյանին է պատկանում եւ նաեւ իբրև թեմի առաջնորդ հսկողությունը, մնացած բոլոր մանր-մունր հարցերը եւ այլն վերաբերում են նաեւ անշուշտ եկեղեցական իշխանության։ Շնորհակալություն մեր բոլորի աղոթքներով։ Այս 25 տարի այդ համագործակցությունը ոչ մի պահ չի դադարել։ Բոլոր մեր ելույթների միմյանց նկատմամբ ինչ էլ որ ասել ենք, ամենափրկիչի շինարարության շուրջ մեր համագործակցությունը երբեք չի ընդհատվել, երբեք չի դադարել։ Այս օրինակ ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրի համար լինի։ Եվ հիմա հորդոր իբրև պատկամ ասում եմ բոլոր նրանց բացականերին եւ ներկաներին, ավագանու անդամ, օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի իր գործունեությունը ինքը կարողանա ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննարկեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական գործակից, լծակից։ Օգնեք։ Ես որ ասում եմ, բացականերին առավել է վերաբերում, քան ներկաներին։ Ներկաները պարզ է, որ հավաքվել են, իրենք պարզ է, որ օգտագործություն անելու տրամադրություն։ Ուրեմն սա համար մեկ հորդորը պետք է լինի, որ մենք բոլորս անկախ այն դիրքից եւ դիրքավորումից, որ կունենանք, պիտի օգնենք, որպեսզի քաղաքապետը կարողանա աշխատել։ Այստեղից երկրորդ հորդորն է բխում, որը մի խանգարեք գոնե, եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք։ Անցած տարիներին մենք տեսանք այդ խանգարելու փորձերը եւ խանգարելու հետևանքները։ Ավագանու անդամների առաքելությունը, եթե ընդդիմություն են, խանգարելու մեջ չի։ Ընդդիմություն չէ նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն է նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Այսօր ոչ մի հին այդ մարդ չկա, որ հիշի, բայց պատմությունից դա գիտենք։ Ուրեմն սա երկրորդ հորդորը, պետք չի խանգարել։ Եվ երրորդը, պետք չի, բայց նաև մնել մյուս ծայրահեղության մեջ։ Եվ ես երրորդ հորդորը նաև ուղղում եմ մեր սիրելի պարոն քաղաքապետին։ Քիչ գովեք պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք, մի ասեք դու թակավոր ես, թակավոր կմնաս, շատ ասողներ կան։ Հա, չթողնես, այդ հորդորս նաև քեզ է, որ չթողնես,
մի խանգարեք այդ ժողովրդությամբ։ Անսխալական եւ կադարյալ մարդ չկա աշխարհում։ Ոչ ոք անսխալական չի, ոչ ոք կադարյալ չի։ Մի կադարյալ մարդ եղել է, այնպես սպասում ենք Հարությանը։ Երեգոյան պիտի հնչի Հարության ավետիս։ Ուրիշ ոչ մի կադարյալ մարդ մարդկության մեջ չի եղել։ Հետևաբար քծնանքով, ժողովրդությամբ, ինչի ժամանակ որ ասել, ինչի մասին խոսել եմ ժամանակին, մի խանգարեք պարոն քաղաքապետի։ Այլ աշխատեք ցույց տալ այնտեղ, որտեղ ինքը կարող է սխալվել, այնտեղ, որտեղ ինքը կարող է շեղվել, մարդկայնորեն, եւ ոչ թե ազնական նկատառումներով, ոչ թե ազնական նպատակների համար, այլ համընդհանուր, համաքաղաքային, քաղաքի, օգուտի համար։ Այս քաղաքը սքանչելի քաղաք է, մեր քաղաքը սքանչելի քաղաք է, մեր մանկության քաղաքն էլ էր սքանչելի, այսօրվա քաղաքն էլ մեր երիտասարդությամբ սքանչելի է, մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Եվ մեր քաղաքապետի առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի, այո, այդ երիտասարդներին պատրաստել, առաջ քաշել։ Մեր գնալու ժամանակը մոտենում է։ Ես էլ, պարոն քաղաքապետներ, արդեն հասնում ենք, մոտենում ենք ավարտին։ Մոտենում ենք, չէ՞։ Այո, երկուսով մեծացանք միասին, ծերացանք միասին։ Ուրեմն նոր մարդիկ պետք է ի հայտ գան։ Եվ մեր պարոն քաղաքապետը պետք է այդ նոր մարդկանց երիտասարդներին տեղ տա, առաջ քաշի, որպեսզի գան եւ մեր տեղը զբաղեցնեն։ Նայում եմ ժամացույցին, հա իմ ժամանակը սպառվեց, ինքս ինձ տրամադրած ժամանակը սպառվեց, այնպես որ շատ կարող էի խոսել, բայց չեմ ուզում հոգնեցնել, առավել եւս այսօրվա ավագ շաբաթվա օրով կիսատոնական տրամադրությունը չեմ ուզում խաթարել, ուրեմն մեր օրհնությունն ենք բերում, բարեմաղթանքներն ենք բերում մեր պարոն քաղաքապետին, ավագանու բոլոր անդամներին, իր աշխատակազմին, մեզ բոլորիս եւ մաղթենք, որ առաջիկա տարիները լինեն, կարծում եմ, այդքան էլ խաղաղ ու սահուն տարիներ չեն լինի, բայց լինեն ստեղծագործ, կառուցողական, այս քաղաքի առաջընթացի, մեր սիրելի քաղաքի առաջընթացի տարիներ։ Ուրեմն, ինչպես սիրում է պարոն քաղաքապետը ասել, առաջ Աստված։ Շնորհակալություն։